Երևանն այս պահին չունի տեղեկություն, որ Ադրբեջանը կարող է օգտվել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից ու հարձակվել Հայաստանի վրա։ Ազատության հարցինի պատասխան ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Զանգեզուրի միջանցք բացելու թեմայից չհրաժարվող Ադրբեջանի եւ Թուրքիայի գլխավոր ընդդիմախոսը հենց Իրանն է։ Ամենաբարձր մակարդակով Թեհրանը մի քանի անգամ հայտարարել է Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր համար կարմիր գիծ է։ Ադրբեջանի եւ Թուրքիայի զինվորականները մոտ 3 շաբաթ Հայաստանին սահմանակից Նախիջևանում համատեղ զորավարժություններ կանցկացնեն։ Մինչև հունիսի 30-ը ծրագրված երկփուլ վարժանքների մեկնարկը 3 է տրվել։ Տեղաշարժեր չկան սահմանում։ Մենք նման ինֆորմացիա չենք տիրապետում։ Վարչապետը Չեխիայում է, Հայաստանի անվտանգության խորհրդի նիստ այս պահին ծրագրված չէ։ Արմեն Գրիգորյանի խոսքով ըստ իրավիճակի կարող են հավաքվել։ Նիկոլ Փաշինյանն այսօր Պրահայում անցկացվող միջազգային ֆորումի հարթակն օգտագործեց դատապարտելու Իրանի դեմ իսրայելական հարձակումը։ Դա հարցականի տակ է դնում փխրուն կայունությունը, որն ունենք տարածաշրջանում, եւ մենք շատ մտահոգ ենք։ Դատապարտում Երևանից նաև արտգործնախարարության մակարդակով է հնչել։ Պաշտոնական Երևանը հարձակումը միակողմանի է որակել, կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու հավատարիմ մնալ միջազգային իրավունքին։ Ըստ սցենարների մենք ունենք պլանավորում։ Այսօր տեղի ունեցածը ոչ միայն Իրանի կամ Մերձավոր Արևելքի համար է սպառնալիք, այլ խնդիր է Հայաստանի համար, ապրի Արմենիա ֆորումի քննարկման ժամանակ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Իսրայելի գործողությանը կոնկրետ գնահատական տալով։ Սա Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն է, որը բնականաբար բացական ազդեցություն է ունենալու տարածաշրջանում եւ էսկալացիան ոչ մի օգուտ բնականաբար տարածաշրջանի երկրներին չի բերելու։ Մենք հուսում ենք, որ հնարավոր կլինի հնարավորինս շուտ խաղ ճանապարհով կարգավորել նաև հարցը։ Սպառնալիքներին արձագանքելու Հայաստանի հիմնական գործիքը ըստ Արմեն Գրիգորյանի խաղաղության օրակարգն է։ Ադրբեջանի հետ համաձայնեցված պայմանագիրը ստորագրելու հարցում Անվտանգության խորհրդի քարտուղարը ոչ մի նորություն չփոխանցեց։ Բանակցված փաստաթղթի տակ իր ստորագրությունը դնելու համար Բաքուն երկու նախապայմաններից Հայաստանի սահմանադրության փոփոխությունից եւ Մինսկի խմբի լուծարումից չի հրաժարվում։ Այս պայմաններում Երևանը հնարավորինս շուտ ստորագրման հույսը չի կորցնում։ Չնայած սահմանամերձ Սյունիքում մոտ 3 ամիս չդադարող կրակոցներին Արմեն Գրիգորյանը կարծում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում կարողացել են որոշակի կայունության հասնել։ Ինչով են պայմանավորված կրակոցները, իր ղեկավարած կառույցը ունի ուսումնասիրություն։ Հնարավոր նպատակներից մեկը նաև խաղաղության պայմանագրի շուրջ ունեցած հաջողություններից միջազգային հանրության կարող է շեղումն է, կարող է այլ նպատակներ էլ ունենալ, իհարկե մենք շարունակում ենք հետևել եւ փորձել հասկանալ, թե որոնք են այդպիսի քայլերի նպատակը։ Սյունիքում բնակելի տների թիրախավորումից հետո Հայաստանի առաջարկը Բաքվին հետաքննել եւ հրապարակային պարզաբանել մնում է անարձագանք։ Ադրբեջանական կողմին նաև մենք խնդրել ենք դետալներ մեզ փոխանցեն միջադեպեր ըստ իրենց միջադեպերի խախտումների վերաբերյալ մենք մանրամասն հետաքննություն ենք կատարել եւ պատասխանել ենք, կարող եմ ասել, որ գրեթե մեր կողմից խախտում չի եղել։ Խաղաղության պայմանագրից բացի Բաքվի հետ մյուս երկու ուղղություններով սահմանազատման ու ապաշրջափակման բանակցություններում եւս առաջընթաց չկա։ Արմեն Գրիգորյանը չհերքեց, որ առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա հանդիպելու նախագահ Ռեջեփ Էրդողանին։ Թե ինչ օրակարգով կլինի հանդիպումը, պաշտոնյան չբացահայտեց։ Մեկ շաբաթ առաջ հաղորդվեց Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին։ Վարչապետի գրասենյակը փոխանցեց Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։ Պայմանավորվել շարունակել երկխոսությունը։ Թե ինչ հարցեր էին շեշտադրել կողմերի դիրքորոշումները Երևանի պաշտոնական հաղորդագրության մեջ չնշվեցին։ Էրդողանը հայ-թուրքական հարաբերությունները չէր զատել հայ-ադրբեջանական կարգավորումից։ Թուրքիայի նախագահի գրասենյակից փոխանցել էին մեջբերեմ, ընդգծելով տարածաշրջանային համապարփակ կարգավորման եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների կարեւորությունը, նախագահ Էրդողանն իր գոհունակությունն է հայտնել Թուրքիայի եւ Հայաստանի միջև շփումների կապակցությամբ։ Անկարան շեշտել էր զրույցը կայացել է Հայաստանի վարչապետի նախաձեռնությամբ։ Արմեն Գրիգորյանը չնշեց Թուրքիայի հանդիպումն ում նախաձեռնությամբ կկայանա, նաեւ այցի օրը։ Մանրամասների մասով եկեք սպասենք վարչապետի աշխատակազմի կոմունիկացիային։